Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան, YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր ապրիլի 21-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Ես պետք է ասեմ, որ այսօր իրոք շատ լուրջ հագեկցած ծրագիր մենք ունենք, խոսալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը սկսեց ներկայացնել քաղ պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը, այս երկու օրը, ու այնտեղ կան թեզեր կապված հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, կապված սահմանադրության փոփոխության հետ, որով կապված են նաև հայ-ադրբեջանական երկխոսությանը, բանակցությունների, խաղաղության օրակարգի ոնց ուզում եք ձևակերպեք, անպայման ուզում եմ անդրադառնալ, նաև պետք է ասեմ, որ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ֆորումներից մեկում արեց կարևոր հայտարարություն, դրա մասին կխոսենք եւ անպայման այսօր կխոսենք Հոլանդիայի եւ Բելգիայի պարլամենտների շատ կարևոր որոշումների մասին, որոնք վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքին, գերի ընկած հայերի, որոնք գտնվում են այսօր էլ Բաքվում, անչափ կարևոր է նաև քննարկել արձագանքը Ադրբեջանի արտգործնախարարության այս ռեալությունների։ Ու հետաքրքիր ինֆորմացիան տարածեց Իսրայելի հատուկ ծառայությունները, Մոսադը եւ Իսրայելի բանակը։ Իրանք տարածեցին ինֆորմացիան դրա մասին, որ Իրանը ուզում էր վնաս հասցնել Բաքու Թբիլիսի Ջեյխան գազամուղներին, նավթամուղներին եւ այս դեպի ինֆորմացիա գնաց, ինչ է դա, դեզինֆորմացիա է, միտումնավոր ինչ որ քայլեր, դրանց մասին պետք է քննարկենք, խոսենք։ Ուրեմն սկսում ենք մեր աշխատանքը, մեր սովորության համաձայն ես ուզում եմ ասել, որ մեծ հաջողությունները հասնում են մեր մարզիկները, մեր գիտնականները, մեր մշակույթի գործիչները, առանձին այս ձևի օրինակները ես ձեզ պարբերաբար բերում են մեր երիտասարդ գիտնականները, փորձառու գիտնականները, մեր մշակույթի գործիչները եւ մեր սպորտսմենների հաջողությունների մասին ես խոսել եմ ու կշարունակեմ խոսել։ Դուք գիտեք, Բաթումիում հիմա սկսվեց այս վերջի երկու օրը սկսվեց եվրոպական առաջնությունը ծանրամարտում, մեր ծանրամարտիկները, դուք գիտեք, հզորագույնն են, ճանաչված են աշխարհով մեկ, եվրոպական մակարդակով մեծ նաև հաջողությունների հասել են, շարունակում են այդ հաջողությունները, ու մենք առաջի երկու օրվա մեջ ստացանք երկու արծաթե մեդալներ, վիցե չեմպիոններ։ Դա Գառնիկ Չոլակյանն է եւ Ալեքսանդրա Գրիգորյանը։ Եվ մեր մարզիկներին, ծանրամարտիկներին շնորհավորում եմ եւ իրանց մարզիչներին այդ մեծ ծանր աշխատանք տանելու համար։ Ուրեմն սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը։ Իլհամ Ալիևը մի ՄԱԿ-ի ստորաբաժանումը, դա կապված է տնտեսական հարցերի հետ, անցկացրեց նստաշրջան, որտեղ որ նաև Իլհամ Ալիևը ելույթ ունեցավ ու ասեց, որ Հարավային Կովկասը լուրջ տրանսֆորմացիայի մեջ է, խորը տրանսֆորմացիա, Ադրբեջանը վերականգնեց ամբողջությամբ իր տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը ու հիմա մենք Հայաստանի հետ առաջ ենք տանում, ինքը ասեց, խաղաղության օրակարգը։ Ինքը հատուկ նշեց մեծ հաջողությունների, որոնց հասան երկու պետությունները Դոնալդ Տրամփի շնորհիվ, Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի շնորհիվ ու այդ առաջընթացի մասին խոսեց, նաև ասեց, որ Բաքուն հիմա եւ առևտուր է տանում Հայաստանի հետ եւ Բաքուն տրամադրում է իր տրանզիտային հնարավորությունները Հայաստանի համար, նաև այդում երկաթգիծը։ Հատուկ ինքը նշեց, շատ հետաքրքիր է, որ հիմա սկսվեցին կոնտակտներ ինտենսիվ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Ադրբեջանի ու Հայաստանի միջև, հիշում եք, ես ձեզ պատմել եմ այն հանդիպանը, որը եղել է Գաբալայում Ադրբեջանում եւ այս տարվա սկզբին, երբ որ եղել է միջև Գաբալայի հանդիպում, եղել է հանդիպում Հայաստանում Ծաղկաձորում։
Ադրբեջան, Հայաստան, փորձագետների, հասարակական գործիչների, մշակույթի գործիչների միջև։ Պարզ է, ինքը նորից անվանեց այս ճանապարհը Զանգեզուրի միջանցք, քանի որ իրանց մասը այս բացվող պլանավորվող բացել ճանապարհը իրանք անվանում են Զանգեզուրի միջանցք, մեր մասը Մեղրիով պոտենցիալ վերականգնվող ու հույսով եմ, որ այդ ծրագիրը կիրականացվի երկաթգիծ ավտոմոբիլային ճանապարհները մենք անվանում ենք Դոնալդ Թրամփ ծրագիր, Դոնալդ Թրամփ ճանապարհներ, ցանկացած դեպքում տոնը բավական մեղմեր ու տոնը ելույթի բավական նորմալ էր, ես համարում եմ, բայց պետք է ասեմ, որ Ադրբեջանը շարունակում է ցավոտ ընդունել այն որոշումները, որոնք ընդունվում են տարբեր երկրների պարլամենտներում, նաև հայտվում Եվրոպարլամենտի որոշումները, կապված մեր տարածաշրջանի հետ, կապված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, կապված Ղարաբաղի հայերի իրավունքների, բավական ցավոտ է արձագանքում։ Ուրեմն մի քանի օր առաջ եւ Բելգիայի եւ Հոլանդիայի պարլամենտները ընդունեցին որոշումներ, շատ լուրջ որոշումներ վերաբերող եւ Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի հետ եւ դրա հետ կապված, որ մեր գերիները գտնվող Ադրբեջանում պետք է ազատ արձակվեն ու այնտեղ անօրինական են պահվում, այնտեղ նաև կար խոսք այն 240 կիլոմետր, որը վերահսկվում է Հայաստանի տարածքից, վերահսկվում է Ադրբեջանի կողմից, որ Ադրբեջանը պարտավոր է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ես ուզում եմ ասել, այս փունջ հարցերը այս երկու որոշումներում կային։ Ադրբեջանի արտգործնախարարությունը ցավոտ ընկալեց այդ երկրների Բելգիայի, Հոլանդիայի դեսպաններին կանչեցին Ադրբեջանի արտգործնախարարություն, դժգոհություն հայտնեցին, ասեցին, որ դուք խանգարում եք հայ-ադրբեջանական այդ խաղաղության process-ին, դուք Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ քայլեր եք անում, ես ենթադրում եմ, որ պահանջը, որ Ղարաբաղի հայերը իրավունք ունեն վերադառնալու, Ադրբեջանը պարտավոր է ապահովել անվտանգությունը Ղարաբաղի հայերի, դա Ադրբեջանի կողմից հիմա դիտվում է որպես իրանց տարածքային ամբողջականության դեմ ուղղված նկարտումներ, ու իրանք դժգոհություն հայտնեցին։ Ես ստեղ մեկ բան ուզում եմ ասել, իմ կարծիքով վատ չի, որ աշխարհում կան սկզբունքային մոտեցում ունեցող եւ պետություններ, եւ Եվրոպարլամենտը, եւ կոնգրեսը այդ հարցերում կոշտ դիրքորոշում ունեն, եւ կոնգրեսը Միացյալ Նահանգների, եւ Եվրոպարլամենտը Եվրոմիության, եւ մի շարք եվրոպական երկրներ, բացի Հոլանդիայից, Բելգիայից, գիտեք, Ֆրանսիայի պարլամենտի որոշումները, Լյուքսեմբուրգի, Գերմանիայի, այդպես շարունակ կարող եմ ասել, որոնք կոպիտ ասած ճնշման մեջ են պահում Ադրբեջանը։ Բացատրեմ ինչու։ Ես չեմ բացառում, որ նույնիսկ եթե մենք լուծենք հարցը ուզած Ադրբեջանի, որն է դա նախապայմանը գլխավոր, որ փոխեք ձեր սահմանադրությունը, անջատեք սահմանադրությունից հռչակագիրը անկախության, որ Ղարաբաղի հարցը ընդհանրապես դուրս գա օրակարգից, այդ դեպքում մենք վերջնականորեն կստորագրենք խաղաղության պայմանագիրը, ես չեմ բացառում, եթե այս ձևի ճնշում չլինի, դրանով չի բավարարվի Ադրբեջանը։ Ու իմ կարծիքը նա է, որ եվրոպացիք դա հասկանում են, ամերիկացիք դա է պատճառը, որ անընդհատ պահպանում են այդ ճնշումը Ադրբեջանի վրա։ Հիմա ուզում եմ Նիկոլ Փաշինյանի վարչապետի Հայաստանի ասածից մի քանի մեջբերում բերեմ, դուք գիտեք, երեք այսօր ինքը խոսեց այդ թեմայի մասին, խաղաղության օրակարգ, Հայաստանը ի տարբերություն եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների այսօրվա կառավարությունը խուսափում է այդ թեմաների մեջ մտնել։ Ու Նիկոլ Փաշինյանը բաց է ասում, եթե մենք դնում ենք հարց կոշտ, որ Ղարաբաղի հայերը պետք է վերադառնան, ավտոմատ Ադրբեջանը կդնի զերկալ հայլային հարց, որ ադրբեջանցիք պետք է վերադառնան Հայաստան։ Նաև ինքը ասեց, դա շատ հետաքրքիր է, որ այս անկախության հռչակագրում ոչ միայն հիշում եք կա նախաբան կապված միացնանալու միացման
թեզը Ղարաբաղի Հայաստանի, նաև կա 11-րդ կետ, որտեղ որ Հայաստանը ֆիքսում է, որ լի է վճռականության, որ այն ցեղասպանությունը, որը եղել է Արևելյան Թուրքիայում եւ Արևմտյան Հայաստանում, պետք է աշխարհի կողմից ճանաչվի։ Նիկոլ Փաշինյանը հիմա իր բացատրության մեջ ասեց, նաև այս թեզը մեզ պետք չի, քանի որ զերկալ հայելային ասում է Թուրքիան։ Դες Հայաստանի դիրքորոշումը էս է։ Մաքսիմալ չի մխրճվել այս ձևի պատմական էջերի։ Ես պետք է ճիշտ ասեմ, որ դրա մեջ տրամաբանություն կա, դա է պատճառը, որ մենք փորձում ենք օգտակար լինել մեր կառավարությանը, ես չեմ թաքցնում դա, փորձում ենք օգնել մեր խորհուրդներով, մեր ելույթներով, մեր համագործակցությամբ, բայց այնուամենայնիվ մեր կառավարությունը պետք է ասեն։ Մենք պետք է ուղեղում պայենք մեկ բան, որ վերադարձը Ղարաբաղի հայերի Ղարաբաղ եւ ինչ որ թեզեր, որ արևմտյան Ադրբեջան, որ իրանք պետք է վերադառնան, սիմետրիկ չէ։ Ցանկացած փաստաթղթի մեջ մտեք ՄԱԿ-ի ընդունված 90-ական թվերի։ ՄԱԿ-ի ստորաբաժանումները ընդունել են, որ հայերը փախստական են Ադրբեջանից, Բաքվից, Կիրովաբադից, հիմա դա Գյանջան է, Շամխորից, Սումգայիթից, դա ֆիքսված է փաստաթղթերում, այդ ես չեմ ասում ձեզ, որ կային փախստականներ Ադրբեջանից մոտ ավրապես 500,000 փախստական ադրբեջանցի Հայաստանի այս դեպի բան չկա, դե սիմետրիկ չի իրավիճակը, բայց այնուամենայնիվ պետք է ասեմ, որ տրամաբանությունը կառավարության ես հասկանում եմ, ցանկացած դեպքում կսկսվի գզվռտոց, նորից մենք կմտնենք բացասական այդ ալիքների մեջ, բայց նորից այդ շատ կարևոր է հասկանալ, որ օրինակ մոգոնած, ֆալսիֆիկացված էջերը պատմության չպետք է ընդունել որպես փաստ, ասենք շատ բան են մոգոնում, ասենք Ադրբեջանի պատմաբանները, ֆալսիֆիկացնելով պատմությունը, ուրեմն ստեղ նյուանսներ կան, ու մյուս նյուանսը, որը պետք է ասեմ վարչապետին, ակնհայտ է, որ նոր սահմանադրության այդ նախագծում չի լինի խաղում անկախության հռչակագրին։ Այդ ճանապարհով է գնում կառավարությունը, կարող են դժգոհել, կարող են համաձայնվել այս ճանապարհով, որ չի լինի խաղում։ Ու ստեղ մի նյուանս կա։ Ես չեմ ասում, որ ձեզ ասել եմ, որ ես համոզված չեմ, որ մեր հռչակագիրը ունի նկարտումներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, նույն մեր կառավարությունը 100 հատ արգումենտներ բերում, բայց հետ չի կանգնում, Ալիև ասում է, չէ, դուք պետք է ճանաչեք, նոր սահմանադրության մեջ տարանջատենք դա անկախության հռչակագրից, որ մենք ստորագրենք խաղաղության պայմանագիր։ Բայց այստեղ կան նյուանսներ իրավական։ Ասենք մենք ու մեր ժողովուրդը համաձայնվեց, ասեց, լավ, ինչ անենք, հիմա խաղաղությունը ավելի կարևոր է, ես էլ կողմնակից եմ խաղաղության, չեմ թաքցնում, բայց դուք գիտեք դա ինչ է նշանակում։ Եթե նոր սահմանադրությունում չի լինի հղում անկախության հռչակագրի վրա, անկախության հռչակագիրը դա փաստաթուղթ է, որը ասում է, որ այսօրվա Հայաստանը դա շարունակությունն է սովետական սոցիալիստական Հայաստանի։ Կոպիտ ասած Ալմատայի փաստաթուղթը ուժի մեջ է։ Եթե մենք տարանջատում ենք, հրաժարվում ենք երրորդ հանրապետությունից, ուրեմն վաղը Ադրբեջանը կարող է ասել, բայց հիմա նոր վերաձևենք սահմանները։ Եթե դուք երրորդ հանրապետությունից հրաժարվեցիք, նոր կառուցում եք, ով ասեց, որ այս սովետական միության ժամանակվա Հայաստանի սոցիալիստական հանրապետության սահմանները ուժի մեջ են։ Այս դեպի միշտ վտանգներ կան, քաղաքական, իրավական, կառավարությունը պետք է մտածի։ Բայց նորից կրկնում դա շատ կարևոր է հասկանալ, ու Նիկոլ Փաշինյանը փորձում է հասցնել հասարակությանը տարբեր ձևերով, տարբեր ձևակերպումներով, բայց ես հասկանում եմ կառավարության քայլերը։ Կառավարությունը ասում է, ինչքան մենք խորացնենք բանավեճերը, Ադրբեջանը 10 անգամ շատ բան մեր դեմ ուղղված կբերի։ Ու նշանակություն չունի, մեկը ֆալսիֆիկացված է, մյուսը ինչ-որ չափով ռեալության համապատասխանում է, то есть մենք նորից մտնում ենք այդ պարադիգմայի մեջ, այդ կոնցեպտի մեջ, որ Ադրբեջանը հետ
խաղաղություն չի կարող հաստատվել, անընդհատ իրար դեմ քայլեր անել։ Ուրեմն ես ուշադրությունը դարձրեցի մեր կառավարության այդ նյուանսների վրա, որ իմանան նույնիսկ եթե ստացվի տարանջատել սահմանադրությունը անկախության հռչակագրից, որ պետք է իմանան, որ հետևանքների մասին բազմակողմ պետք է քննարկեն այն համապատասխան հանձնաժողովում, որը կոչվում է սահմանադրության փոփոխության հանձնաժողով։ Ես իմիջիայլոց ասեմ, որ քանի որ Ադրբեջանը պատասխանելով Հոլանդիայի, Բելգիայի այն պնդմանը, որ Ադրբեջանը գրավեց Հայաստանից ինչ-որ տարածքներ պետք է վերադարձնի, Ադրբեջանը ասեց, որ դա զրպարտություն է եւ այլ, պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը կասկած ես չունեմ, որ գիտեր այդ պատասխանի մասին, Ադրբեջանի արտգործնախարարության դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում այդ քաղաքացիական պայմանագրի ծրագիրը ներկայացնելիս հիշեցրեց, որ 200 քառակուսի կիլոմետր տարածք հիմա զբաղեցնում են ադրբեջանցիք ու պետք է դա ազատեն ու ասեց ձևը լուծման, ինքը ասում է դելիմիտացիայի դեմարկացիայի շրջանակներում պետք է լուծվի։ Ես դες ասեմ ադրբեջանցիք հաճախ ինչ են ասում, ես պետք է դեստեղյակ բայեն, իրանք ասում են դելիմիտացիան դեմարկացիան բարդ process է, տեսակ Վրաստանի հետ մենք վաղուց է սկսեցինք, դեռ չենք ավարտել, նույնը Հայաստանը Վրաստանի հետ դելիմիտացիա դեմարկացիան։ Իրանք ձգձգում են այդ հարցը, բայց Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց այդ հարցը։ Ես նաև պետք է մեկ թեմային անդրադառնամ շատ կարևոր, որը շոշափեց Ալեն Սիմոնյանը, Հայաստանի ազգային ժողովի նախագահ։ Ինքը գտնվելով Ստամբուլում հայկական ԶԼՄ-ներին տվեց ինտերվյու ու պատասխանեց մի շարք հարցերին, իրան ասեցին այ Թուրքիան դեռ չի բացի սահմանը, ոնց ենք արձագանքելու, ինքը ասեց այո, Թուրքիան էլ մեզ ասում էր, որ Ղարաբաղի հարցը լուծեք, մենք կբացենք սահմանը, բայց չարեց դա, ավելին ինքը ասում է շատ առաջ գնաց process-ը Ադրբեջանի հետ, նախաստորագրեց խաղաղության պայմանագիրը 17 կետանոց, բայց այնուամենայնիվ Թուրքիան չի բացում սահմանը ու ինքը ասեց դա կարող է լինել արդյունքը Ադրբեջանի լոբիստական աշխատանքի, Ադրբեջանի ազդեցությանը Թուրքիայի վրա։ Կոպիտ ասած Ադրբեջանը դեռ չի ուզում, որ Թուրքիան բացի մեզ համար սահմանները։ Նու ինքը ասեց, որ դա տարօրինակ է դա, ոնց որ Թուրքիան դառնա գերի Ադրբեջանի քաղաքականության ձեռքերում, դուք գիտեք Թուրքիայի բոլոր ղեկավարները ու առաջին Էրդողանը նախագահան միշտ ասում են լուծեք հարցերը Ադրբեջանի հետ վերջ։ Հիմա Ալեն Սիմոնյանը ինչ է ասում։ Դուք ասում եք Ղարաբաղի հարցը լուծեք, լուծվեց, չէ՞, ինչի չեք բացում։ Ուստեղ ես պետք է զուգահեռներ անցկացնեմ, ոնց Ադրբեջանը մանիպուլացնում է Թուրքիան, ուժեղ ազդում է Թուրքիայի կարծիքի վրա, Թուրքիայի միջոցով նաև ազդում է ճնշում է մեզ, նույն ձևի Իսրայելը ազդում է Միացյալ Նահանգների վրա։ Պատահականություն չի, որ վերջի անգամ, վերջի իր ելույթում երեկվա Դոնալդ Տրամպը ասեց, այդ սխալ է, որ տարածում են, որ իբր Իսրայելը ինձ համոզեց սկսել պատերազմը Իրանի դեմ։ Ինչու դա ասեց Դոնալդ Տրամպը։ Ինքը ստիպված է բացատրել, որ այդ պատերազմը Իրանի դեմ, որը հիմա խորանում է ու ճգնաժամ աշխարհով մեկ նավթի գների հետ կապված, տնտեսական ճգնաժամ էր, նաև քաղաքական ճգնաժամ, որը կա աշխարհում, նաև հայտում անվստահությունը Միացյալ Նահանգների, հիմա Միացյալ Նահանգներում ձայներ են հնչում, ասում են, «Էս ինչ կրակն եք մեզ գցում, միայն թե Իսրայելի պահանջները բավարարել»։ Բայց այդ կամ էլ ինքնուրույն չենք, հիմա Տրամպը արդարանում է։ Ուստեղ ես կարող եմ ձեզ զուգահեռներ անցկացնել։ Ոնց Իսրայելը մանիպուլացնում է Միացյալ Նահանգները, ազդում է Միացյալ Նահանգների քաղաքականության վրա, ներգրավում է Միացյալ Նահանգները, ես կասեի բավական բարդ ավանտյուրայինների մեջ, ասենք պատերազմ էզևի մեծ վարել Իրանի դեմ, այդ իրոք շատ լուրջ սխալ էր ամերիկացիների համար, նույնը մասամբ, նայ ինչ տեսնում եք Ադրբեջանի դեպքում, այո, Ադրբեջանը մեզ հետ հիմա աշխատում է, մենք դրական տենդենսները չենք կարող չնշել, ես նշում եմ, բայց մյուս կողմից Ադրբեջանը Թուրքիային ասում է, միք
բացի դեր սահմանը դեր բոլոր հարցերը լուծված չեն։ Եվ նաև ուզում եմ մեկ հարցին անդրադառնալ, որ մենք հասկանանք դա ինչ է նշանակում։ Դուք գիտեք, որ Մոսադը Իսրայելի հետախուզական կարևորագույն ինստիտուտը անվտանգային եւ Իսրայելի բանակը համատեղ հայտարարությունով հանդես եկան, որ չեզոքացրեցին խումբ, որը Իրանը ուղարկեց, ավելի ճիշտ Իրանի, հիշում եք, հեղափոխության պահապանների կորպուսը, այդ կորպուսի մարդկանց իրանք ուղարկեցին Բաքու, Թբիլիսի, Ջեյխան այս նավթամուղերում, գազամուղերում ինչ որ վնաս հասցնել, պայթացնել, թե ինչ։ Իրանք ասեցին, մենք այդ խումբը չեզոքացրեցինք, ձերբակալեցինք։ Ոստեղ պետք է մտածենք, նույնիսկ կանոնները տալիս են ովքեր էին Իրանից եւ այլ, որ պաշտոնյաներ դրա մեջ ներգրաված էին, ոստեղ ես երկու տարբերակ տեսնում եմ։ Ասենք դա իրոք եղել է, իրոք Իրանը որոշել է ինչ որ վնաս հասցնել Ադրբեջանին։ Եթե եղել է դա, իրոք հարցեր կառաջացնի, քանի որ ցանկացած դեպքում Իրանը չեմ կարծում, որ կուզենար, որ Ադրբեջանը ներգրավվեր Ադրբեջանը այս մեծ լարված իրավիճակի, որպես Իսրայելի կողմ կամ Ամերիկայի կողմ երկիր։ Ես չեմ կարծում, քանի որ եթե Իրանը գնաց այս քայլի, ուզում էր ինչ-որ վնաս հասցնել Ադրբեջանի նավթամուղերին, գազամուղերին, միանշանակ է Ադրբեջանը կանցներ ամերիկացիների Իսրայելի կողմ։ Դա է պատճառը, որ ես ավելի հակված եմ համարել, որ դա ֆեյք է, դա սուտ տարածված լուր է, նպատակ ունենալով լարվածություն մտցնել Ադրբեջան-Իրան հարաբերությունների մեջ։ Այտենց էլ այդ հարաբերությունները իդեալական չեն, Իրանը շատ դժգոհ է, որ Իսրայելը ակտիվ համագործակցում է Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում ու իմ կարծիքով նպատակը Իսրայելի սրել հարաբերությունները Ադրբեջան-Իրան։ Նո, մենք բոլորս գիտենք, որ իրոք Ադրբեջան-Իրան հարաբերությունները բավական բարդ վիճակում են։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։